Սիրելիներս, ուզում եմ խոսել այն մասին, պատմել այն մասին, ինչպես ես ճանաչեցի Հիսուս Քրիստոսին իրականում, բայց նախ եւ առաջ ուզում եմ ասել, մաքրվում է այն մարդը, ում սիրտը պատրաստ է դրան, մաքրվում է այն մարդը, ով իր եսը, գոռոզությունը, հպարտությունը, որը չարից է, նրան տրված եւ շատ ամուր է, այդ ամենը դնում է մի կողմ, խոնարհվում է, դառնում է խոնար եւ պատրաստ ընդունելու յուրաքանչյուր բան, որ իրեն դուր չի գա, բայց ճշմարտություն է։ Այսինքն մարդու մեջ, եթե խոսում է իր եսը, այդ մարդուն ասել, որ դու սխալ ես կամ դու թերի ես, թերություններ ունես, անմաքրություններ ունես եւ այլն, չի ստացվի։ Մարդ, ով իր եսով, իր գոռոզությամբ, իր հպարտությամբ է առաջնորդվում, նախ չի ընդունի, որ ինքը սխալ է։ Երկրորդը չի հաշտվի նրա հետ, որ ինքը ոնց ինքը անթերի չի, բա ինքը անթերի է։ Ինքը գիտի, որ ինքը անթերի է, ինքը ամենալավն է, ինքը իդեալական է։ Դե արի այդ մարդուն ասա, որ դու այս ինչ տեղը սխալ ունես։ Դե արի այդ մարդուն համոզիր, որ նա ընդունի, որ ինքը ինչ-որ թերություններ ունի, որ ինքը սխալված է իր հանդեպ, ուրիշի հանդեպ, Աստծո հանդեպ, ինքը սխալների մեջ, ինքը ճիշտ ճանապարհով չի գնում։ Չես կարող, նա կվիրավորվի, նա չի ընդունի, նա կնեղանա, նա կջղայնա, նա կբարկանա եւ այլն, նա չի ընդունի։ Այսինքն կմաքրվի այն մարդը միայն, ով խոնար է, ով մի կողմ է դնում իր եսը, իր անձը, իր հպարտությունը մի կողմ է դնում եւ խոնարհվում է, որովհետեւ միայն այդ ժամանակ դու կընդունես քո սխալները եւ միայն այդ ժամանակ դու պատրաստ ես մաքրվելու։ Մարդ չի կարող մաքրվել մտածելով, որ ինքը մաքուր է, մարդ չի կարող մաքրվել մտածելով, որ ինքը անթերի է, մարդ չի կարող մաքրվել, եթե նա առաջնորդվում է ինքն իրենով, իր եսով, իր անձով, ինքն է իր կենտրոնը։ Էլ չեմ ասում, երբ մարդ ինքն իրենից կուռք է ստեղծում եւ ինքն իրեն է պաշտում, դա արդեն ծայրահեղ վիճակն է, մեծագույն մեղք, որովհետեւ դա կռապաշտություն է, ինքնապաշտություն է, իր անձի պաշտամունքն է, այսինքն Աստծո փոխարեն ինքն իրեն է պաշտում, դա արդեն մեծագույն մեղք է։ Հիմա, եթե դու ուզում ես մաքրվել եւ եթե դու իրոք ուզում ես Աստծունը դառնալ, ուրեմն պետք է խոնար լինես։ Ուրեմն պետք է պատրաստ սիրտ ունենաս, սիրտ, որը պատրաստ է խոնարհվել։ Խոնարհվել ճշմարտության առաջ, խոնարհվել Աստծո առաջ, Աստված է միակ ճշմարիտը, խոնարհվել Աստծո առաջ, խոնարհվել ճշմարտության առաջ, ինչքան էլ որ դա ցավոտ լինի, որովհետև օրինակ շատ մարդիկ կան ինձ գրում են Աննա Մարիա ջան, ինչ անեմ, ինչպես անեմ, ես իրենց բացատրում եմ, օգնում եմ, բայց կամ արդյունք չի լինում, կամ կիսատ է արդյունք լինում, ինչու, որովհետև միևնույն է մարդը պատրաստ չի իր եսը դնի մի կողմ եւ ընդունի իր սխալները կամ իր թերությունները, որոնք որ չարից են տրված, չարն է ստեղծել այդ սխալներն ու թերությունները այդ մարդու մեջ բերել է այդ վիճակին։ Դրա համար ուժ է պետք, խոնարհվելու համար ուժ է պետք, խոնար լինելու համար ուժ է պետք։ Դա այն ուժն է, որ դու ունես Աստծուց տրված քո տեսակով, բնությամբ եւ դա այն ուժն է, որ Աստված քեզ տալու է, որպեսզի դու անցնես այդ ճանապարհը եւ դու պետք է կարողանաս վերցնել Աստծո տված ուժը։ Որովհետեւ ես մի բան եմ ուզում ասել, որ Աստված բոլորիս է ուժ տալիս։ Բոլորիս ուժ է տալիս եւ մեզանից յուրաքանչյուրը կարող է լինել շատ ուժեղ, որովհետեւ Հիսուսի ուժն է մեզ տրվում, բայց մեր տարբերությունը նրանում է, որ մեզանից յուրաքանչյուրը չի ամբողջովին վերցնում Աստծո տված ուժը։ Որովհետև Աստված բոլորիս սիրում է հավասար եւ ինձ ու քեզ նա իր ուժն է տալիս, զորություն, օրհնություն, ամրություն։ Նույնը նա ջոկողություն չի դնում իր երեխաների միջև։ Եվ այստեղ երեխաներն են տարբեր, որ միգուցե ես Տիրոջ տված ամբողջ ուժը վերցնեմ, այսպես ներծծվի իմ մեջ այդ ուժը եւ ես արդեն դառնամ ուժեղ ու քո աչքին թվամ ուժեղ, բայց ես ուժեղ չեմ, դա Հիսուսն է,
Իսկ դու քեզ տրվածը չես վերցնում ու կարող ես ինձ ասել, դե դու ուժեղ ես, ես ուժեղ չեմ։ Չէ։ Աստված մեզ զորացնում է, բայց մենք պետք է ընդունենք, մենք պետք է վերցնենք։ Այդ ուժը թողնենք, որ լցվի մեր մեջ եւ քայլենք, ապրենք այդ ուժով։ Հիմա, երբ մենք ուզում ենք մաքրվել, մենք պիտի վստահ լինենք, որ մենք իրոք ամբողջ սրտով պատրաստ ենք մաքրվելուն։ Իրոք մենք ուզում ենք մաքրվել, թե մենք ուզում ենք ավելի ուղղակի Աստծո օրհնությունն ենք ուզում լինի մեր վրա, որովհետև գիտենք, որ դա լավ է, մենք էլ ենք ուզում։ Որովհետև չի լինի, բոլորն են լավ բան ուզում են, եթե գիտեն, որ դա լավն է, որովհետև շատերը չգիտեն Աստծուն, նրանք չեն ընդունում, չեն հավատում եւ այլն։ Բայց եթե օրինակ ես ու դու գիտենք, որ Աստված բարի է, Աստված օրհնում է, Աստված պաշտպանում է, Աստված փրկում է, երկուսս էլ գիտենք հավասար։ Բայց լավ բան է, ամենալավ բանն է, ով չի ուզում։ Բայց ինչի ես պատրաստ դու հանուն այդ ամենալավ բանի, ինչի ես պատրաստ։ Իմ ու քո տարբերությունը կարող է լինել հենց դրանում։ Ինչի ենք մենք պատրաստ հանուն Աստծո օրհնության, որ Տերը լինի մեր կյանքում, լինի մեր մեջ։ Հանուն նրա, որ դու դառնաս Հիսուսինը եւ Հիսուսը քոնը ու դա լինի բացարձակ, կատարյալ, անսահման չափի, ոչ թե ինչ որ չափով։ Ես ու դու կարող ենք իրարից տարբերվել հենց դրանով։ Ինչ կարող ենք մենք անել հանուն դրա, ինչպիսին կարող ենք մենք դառնալ հանուն դրա, ինչպիսին կարող ենք լինել։ Ես խոնար եմ օրինակ, իսկ դու խոնար ես, քո սիրտը խոնարեցրել ես Աստծուն, որովհետև մաքրվելու համար, Հիսուսինը դառնալու համար դու պետք է ընդունես լիքը դառը ճշմարտություններ։ Կարող ես։ Միայն խոնար սիրտը կարող է, որովհետև երբ մեզ օրինակ մարդը, թեկուզ մեր ծնողը ասում է, սա քո սխալն է, մի արա այսպես, դու այստեղ սխալ ես, այստեղ սխալ ես, մենք վիրավորվում ենք, մենք նեղանում ենք, ասում ենք արդար չի մեր հանդեպ, ես այդպեսին չեմ, ինքին վրա ջղայնանում, ինքին վրա բարկանում, ասում այս քո սխալն ասեց, մի արա, դու ինչի սենց արեցիր եւ այլն։ Մենք չենք դիմանում, որովհետև դժվար է ճշմարտությանը դիմանալ։ Բայց հեշտ է, երբ դու խոնար ես ու ասում ես, մի վարքյան, որ մամաս ասում է, ուրեմն շատ հնարավոր է, որ ճիշտ է, կարող է ես չեմ զգում։ Բայց մարդկա որ կռիվ է տալու, չէ, ես ճիշտ եմ, ես լավն եմ։ Դու չես խոնարեցնում քո կարծիքը, քո եսը։ Չես մտածում մի վարքյան, որ ասում է, շատ հնարավոր է, որ այդպես է, սպասի փոխվեմ։ Պետք է լինենք խոնար։ Հիմա երբ որ դու գնում ես դեպի Աստված ու ուզում ես քեզ հանձնել Աստծո ձեռքերին եւ այդ ամենա քաղցր ու լավ բանը աշխարհում, որ Աստծո օրհնությունն է ստանալ, դու պիտի լինես խոնար, դու պատրաստ ես, երբ Աստված քեզ սկսի ցույց տալ քո բոլոր սխալները, թերություններդ, այսպես ասած։ Դու պատրաստ ես ընդունել, թե դու ուզում ես քեզ միայն լավը ասեն։ Որ դու լավն ես, որ դու ճիշտ ես, որ դու մաքուր ես, դու մի հատ սխալ չես գործել, դու անմեղ ես, դու բոլորից տարբերվում ես քո լավ հատկանիշերով։ Որ դու զոհ ես, բոլորը վատն են, դու լավն ես։ Դա մարդու դիրքորոշում է, ինքը ինչպիսին է ուզում լինել եւ զգալ իրեն։ Ես զոհ եմ, բոլորը վատն են, չարն են, ես ամենաբարին եմ, անմեղ զոհն եմ, որ բոլորի կողմից վատը ինձ է գալիս, ես լավն եմ տալիս, տենց էլ լավը չեմ ստանում։ Տենց մարդիկ չեն կարողանում մաքրվեն։ Նման մարդիկ չեն կարողանում մաքրվեն, որովհետև իրանք մտածում են, իրանք լավն են, իրանք մաքուր են, աշխարհը վատն է, բոլորը սխալ են, իրանք ճիշտ են։ Դու պիտի պատրաստ լինես։ Ու հենց դա է տեսակը մարդու, որ իրան համարում է զոհը ու լավը, մյուսներին վատը,
ինքը չի ընդունելու խորհուրդներ մարդկանց կողմից եւ ինքը չի ընդունելու Աստծո կողմից խորհուրդներ, Սուրբ Հոգու կողմից, որովհետեւ ինքը լավն է ասես թե հենց բոլորը սխալված են, ինքն է ճիշտը։ Եվ այն մարդիկ, ում եսը, ում հպարտությունը շատ ուժեղ է, բարձր է, նաեւ իրանք չեն կարողանում մաքրվել, որովհետեւ իրանք լավն են, ասես թե հենց իրանք ճիշտ են։ Ուղղվելու կարիք չկա, բայց իրանք ուզում են իրանք էլ օրհնությունների մեջ լինեն Աստծո, բայց իրանք սխալներ չունեն, մաքրվելու տեղ չունեն, մաքուր են իրանց կարծիքով։ Հիմա երբ որ դու ուզում ես մաքրվես, երբ որ դու ուզում ես Աստծո օրհնությունների մեջ լինես, դու պիտի պատրաստ լինես դժվար ճանապարհի, որովհետև միայն դժվար ճանապարհով Աստված քեզ կմաքրի, որովհետև հեշտ չի ընդունել բոլոր մեղքերը, սխալները, ամբողջ սրտով զղջալ եւ չզգալ քեզ այն լավը, որ դու պատկերացնում էիր, այն բարին, այն արդարը, այլ քեզ զգալ անարդար, չար, նախանձ, սխալված, մոլորված, մեղավոր, որովհետև երբ որ դու դիմես Տիրոջը, որ նա քեզ մաքրի, դա շատ ցավոտ է լինելու, որովհետև Աստված քեզ քո բոլոր սխալները ցույց է տալու եւ պահանջելու է, որ դու ընդունես։ Նա քեզ չի ստիպելու, դու ես ուզել։ Ուրեմն պետք է ընդունես քո սխալները, մեղքերը, զղջաս ամբողջ սրտով, ներում խնդրես եւ ինքդ պիտի ներես, այսինքն դու նախ պետք է խոնարհվելուն պատրաստ լինես, դու պիտի խոնարհ լինես, ընդունես Տիրոջ կամքը եւ հասկանաս, որ դու սխալն ես, իսկ Տերը բացարձակ ճիշտն է ու ճշմարիտը եւ այն ամենը, ինչ որ նա քեզ ցույց կտա, դու պիտի խոնարհումով եւ շնորհակալությամբ ընդունես եւ սովորես եւ քայլես Տիրոջ հետևից, ինչքան էլ որ քեզ ցավոտ լինի, որովհետև ճանապարհի վերջում ցավը վերանալու է, դու մաքրվելու ես ամբողջովին, դառնալու ես Հիսուսի զավակը ու արդեն վայելելու ես քո հոր ամենահոգատար եւ սիրող ներկայությունը։ Բայց ճանապարհը դժվար է։ Դու պետք է անցնես այդ կրակի միջով եւ մաքրվես։ Ու դառնաս մաքուր ոսկի։ Երբ ես ուզեցի ամբողջովին դառնալ Հիսուս Քրիստոսինը, մինչև այդ ես անցա երկար ու դժվար ճանապարհ, որը շատ դժվար էր, եւ եթե Հիսուս Քրիստոսը մի ակնթարթ իր ձեռքին վրայից հեռացներ, ես ուղղակի կոչնչանայի, ես կոչնչանայի, ես չէի լինի։ Եվ Աստված ինձ բերեց հասցրեց մի կետի, որտեղ ես ուղղակի ամեն օր ժամերով մի նախադասություն էի ասում, անդադար, ես այդ նախադասությունը այնքան էի կրկնում, որ արդեն անկախ ինձանից ասում էի, մի քանի օր տևեց այդ նույն բանը, ուրիշ ոչինչ։ Դե ես հասկանում եմ, դա Սուրբ Հոգին էր տվել ինձ այդ նախադասությունը, ես անդադար ասում էի, խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոս ցույց տուր ինձ քո ճշմարտությունը, ինձ դիր քո ճշմարիտ ճանապարհի վրա։ Խնդրում եմ Տեր Հիսուս Քրիստոս ինձ ցույց տուր քո ճշմարտությունը, ինձ դիր քո ճշմարիտ ճանապարհի վրա։ Բայց Աստված ինձ արդեն անցկացրել էր այնպիսի մի ճանապարհով, որ ես լրիվ պատրաստակամ էի, լրիվ պատրաստ էի, թեկուզ ամենադժվար, ամենացավոտին, միայն թե դառնամ Հիսուսինը, որովհետև ես գիտակցում էի, որ միակ փրկությունը Հիսուս Քրիստոսն է, ուրիշ փրկություն չկա։ Բայց մինչ այդ ես շատ էի սխալվել։ Ես դրա մասին հետո կպատմեմ, բայց մինչ այդ ես շատ էի սխալվել ու Հիսուսի հետ լինելով, Հիսուսին հավատալով, Հիսուսին հենվելով, վստահելով, միևնույն է ես ճիշտ չէի։ Եվ ես մոլորված էի, ես մոլորությունների մեջ էի ու Աստված ինձ բերեց, հասցրեց մի տեղ, որտեղից որ ես սկսեցի ուղղակի ամեն վայրկյան աղաչել, աղերսել, որ նա ինձ դնի իր ճշմարիտ ճանապարհի վրա, որովհետև Աստված ինձ բերեց, հասցրեց մի տեղ, որտեղ ես հասկացա միակ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսն է։ Չիմանալով այդ նախադասությունը, որ գրված է, որ կա միակ ճշմարիտը, միակ ուղին եւ միակ կյանքը Հիսուս Քրիստոսն է, Աստված ինձ բերեց դրան
որ ես հասկանամ, որ ողջ տիեզերքում, ողջ աշխարհում չկա մի ուժ, բացի Հիսուս Քրիստոսից, որը կատարյալ ճշմարիտն է, որը փրկության ուղին է։ Ուղղակի ես գիտեի այդպես, չէի կարդում, չէի լսում ոչ մեկի, ես գիտեի, որովհետև Սուրբ Հոգին դա դրեց իմ մեջ։ Ու մի քանի օր ես անդադար ասում էի. Տեր Հիսուս Քրիստոս, դիր ինձ քո ճշմարիտ ճանապարհի վրա, Տեր Հիսուս Քրիստոս, ցույց տուր ինձ քո ճշմարտությունը։ Ու այդ նախադասությունները ես զարմանում եմ, որտեղից են գալիս, բայց ես հասկանում եմ, որ դրանք ինձ տանում են փրկության։ Ես կարծես ծառավ, անապատում ծառաված մարդ լինեի, որ ջրին էր ծառավ, ես այդպես ծառավեի Հիսուս Քրիստոսին։ Մի մարդ ու թվացել էր, որ ինքը միշտ Հիսուս Քրիստոսով է, Հիսուս Քրիստոսի իր հետ է միշտ, ինքը մտածում էր, որ ինքը իսկական Հիսուսի զավակ է, իսկական քրիստոնյա է, ճիշտ։ Չնայած որ Աստվածաշունչ նույնիսկ չէր կարդում, չնայած որ քարոզներ չէր լսում, չնայած որ եկեղեցի գնում էր ինքը իր համար, որ ինքը աղոթեր Աստծո հետ խոսեր, նստեր, խաղաղվեր, խոսեր Աստծո հետ, գնար տուն, պատարակների չէի մասնակցում 1000-ից 1 կիսատ լսում էի, ոչ ոք չէի հասկանում, գնում էի տուն եւ այլն։ Նման քրիստոնյա ուղղակի փոքրուց գիտեի, որ ինձ պետք չի ինչ-որ մեկ ինձ ասի Հիսուսը իմն է, Հիսուսն իմ Աստվածն է, ոչ մեկ նույնիսկ վիճում էի մարդկանց հետ, որ չէին հավատում Աստծուն, բայց ես անգրագետ քրիստոնյա էի, անգետ, տգետ քրիստոնյա էի։ Բայց իմ սիրտն էր Աստծունը, այո, իմ սիրտը Աստծունն էր պատկանում։ Հիմա Աստված ինձ բերեց հասցրեց մի կետի, որտեղ ես անդադար կրկնում էի այդ նախադասությունը, Տիրոջ ճշմարտությունն էի ուզում ու խնդրում էի, որ նա կանգնեցներ ինձ իր ճշմարիտ ճանապարհի վրա, որովհետև ես գիտեի, որ բոլոր ճանապարհները սխալ են, եւ ես դա ոչ թե գիտեի իմ գիտելիքներով, այլ իմ անցած ճանապարհով, որ Աստված ինձ անցկացրեց, որ ես տեսնեմ, որ ինչ ճանապարհ ուզում ես փորձի ես աշխարհում, միակ ճշմարիտ ճանապարհը Հիսուս Քրիստոսն է, չկա ուրիշ ճանապարհ։ Մի բան, որ գրված է Աստծո կողմից, ես չգիտեի, բայց ես անդադար ասում էի այդ նախադասությունը։ Մի քանի օր դա տևեց ու Աստված ինձ ընդունեց։ Աստված իմ սիրտը ընդունեց, Աստված ինձ ընդունեց եւ ինձ բերեց ապաշխարության, որը ես նույնպես չգիտեի ինչ է։ Ես միշտ մտածում եմ ապաշխարությունը, դե երևի մեղքերի թողությունն է, բայց ոչ մի քահանայի չէի մոտենում, ոչ մեկի չէի մոտենում, չէի հարցնում, որովհետև ամաչում էի, որ կմտածեն, որ ես տգետ եմ։ Բայց թե դա էլ է հպարտություն իրականում։ Ոնց կլինի մեր մասին մտածեն, որ մենք տգետ ենք, ավելավա տգետ մնանք։ Ու Աստված ինձ բերեց ապաշխարության, այն դեպքում, երբ որ ես չգիտեի դա ինչ է։ Ամեն ինչ արեց Սուրբ Հոգին իմ կյանքում։ Ուղղակի Սուրբ Հոգին ինչ թելադրում էր, ես անում էի։ Ոնց ուղղորդում էր, ես անում էի։ Ու աղոթքներս այնքան սրտագին ու սրտանց էին, որ Աստված Սուրբ Հոգին ինձ բերեց ապաշխարության եւ ես լացելով ժամերով, լացելով օրերով, լացելով ես աղոթում էի ու անկախ ինձանից սկսեցի ապաշխարության աղոթք անել, բայց դա Սուրբ Հոգին էր, ես սկսեցի ներողություն խնդրել այն պահին, երբ ես հերթական աղոթքների մեջ էի, ուղղակի աղոթում էի, ես չեմ հիշում ինչ էի աղոթում, ես Հիսուսիս էի աղոթում, ես աղոթում էի, որ Աստված ինձ ընդունի, որ ինձ մաքրի, որ լրիվ սխալները, չարը ինձանից հեռացնի, որ ինձ ազատի ամեն տեսակ չարից, դևերից, դիվական էություններից, մաքրի իմ կյանքը, մաքրի ինձ։ Ու մինչ այդ ես Աստծուն խնդրել էի, որ մի բան պետք է լիներ իմ կյանքում, եթե լինի այնպես, որ դրա մեջ լինեն թերություններ, Աստված, ես համարելու եմ, որ այդ թերությունները իմն են լրիվ։ Եթե լինի անթերի, ուրեմն ես մաքուր եմ։ Եթե դու այդ կտաս ինձ ու ես գնամ տեսնեմ թերություններով, այնքը լցված, ինչքան թերություն եղավ, ես համարելու եմ, որ դրանք իմ թերություններն են, ու այդպես էլ եղավ։ Տերը տվեց ինձ մի բան, որտեղ ես գնացի ու տեսա այնպիսի թերություններ, որի հետ ես չէի կարող ապրել, որի հետ ես չէի ուզում ապրել։ Բայց հաջորդ բան ես հիշեցի իմ խոսքերով, ասի սրանք իմ թերություններն են, ես պիտի այս ամեն ինչը տանեմ, որովհետև սրանք ուրեմն իմ մեջ կա այս ամեն ինչ, ես ամբողջ կեղտ այս վատը իմ մեջ կա, ես ընդունում եմ Տեր, որ դու ինձ ասում ես, որ իմ մեջ են այս ամեն թերությունները, որ հիմա ես տեսնում եմ այս տեղում, սրանք իմ կեղտերն են, իմ մեղքերն են։
ու ասի ես պիտի անցնեմ այս ճանապարհը։ Ու ընդունեցի։ Ընդունել քո կեղտոտ լինելը, մեղավոր լինելը միայն խոնարհվելով կարող ես, ուրիշ ձև չկա։ Խոնարհություն, ընդունել, որ դու սխալ ես։ Եվ ես սկսեցի ապաշխարության աղոթք անել, օրերով աղոթում էի, որ Աստված ինձ մաքրի չարից, ազատի չարից, բայց այդ աղոթքները դրանք աղոթքներ չէին ուղղակի, դրանք ողբաձայն, հառաչանքով, ցավով, աղերսանքով լցված գետնի վրա ծնկած աղոթքներ են եղել բոլորը ու արցունքներ հորդառատ ու խնդրում էի, որ Աստված ինձ ազատեր, մաքրեր, ազատեր, բժշկեր իմ հոգին, ինձ սրբեր, ինձ սարքեր իրան արժանի, որովհետև այդ տենչը, այդ քաղցը, այդ ծարավը Հիսուսի հանդեպ գնալով ավելի էր շատանում։ Ես ոչ մի բան չէի տեսնում, ես մենակ ուզում էի Հիսուսին, բայց Աստված էր ինձ բերել հասցրել այդ կետին ու այսինքն Աստված ինձ ցույց էր տվել բոլոր ճանապարհները եւ սովորեցրել եւ հասկացրել, որ միակ ճանապարհը ես եմ։ Եվ մի քանի օր, տևական օրեր, ամեն օրվա աղոթքներ, գիշեր, ցերեկ, աղոթքներ ու պայքար չարի հետ, որի մասին հետո կպատմեմ առանձին, ինձ բերեց ապաշխարության ու ես ուղղակի ինքնաբերաբար այդ Սուրբ Հոգիներով սկսեցի Աստծուն խնդրել, որ ինձ իրեն արժանի դարձնի, որովհետև գիտեմ, որ արժանի չեմ։ Ու այդ պահին դրանք երկար օրեր էին, այդքան պատմել չի լինի, բայց ես կոնկրետ պահերն եմ ասում, որ ես զգացի, որ Հիսուս Քրիստոսը իմ կողքին կանգնեց։ Ես ուղղակի զգացի։ Մինչև այդ ես աղոթում էի տարբեր աղոթքներով, տարբեր խոսքերով, որ Աստված ինձ մաքրեր, ազատեր չարից, սրբեր, արժանացներ իրեն։ Ու ես պարզ զգացի, իմ ֆիզիկական աչքերը չտեսան, բայց իմ հոգու աչքերը տեսան։ Հիսուս Քրիստոսը իմ աջ կողքին կանգնած էր։ Ես գտնվում էի տան խոհանոցում։ Իմ ամեն օրվա աղոթքը ամեն տեղ ես աղոթք էի անում, ամեն պահի ես աղոթք էի անում, բայց ամենահիմնական մեծ աղոթքները ես անում էի խոհանոցում, որտեղ այդ տան խոհանոցից ես նայում էի մի լեռի, որ իմ լուսամուտի դեմ էր ու դրա վրա շատ մեծ խաչ կար։ Եվ այդ ժամանակ, որտեղ որ ես ապրում էի, չկար եկեղեցի իմ տարածքում։ Ու այդ խաչը ես դարձրել էի իմ համար եկեղեցի, որ ես գնում եմ եկեղեցի ուղղակի։ Նայում էի խաչին ու աղոթում էի, ասում էի իմ եկեղեցին այս լեռան վրայի խաչն է։ Ու իրականում եկեղեցին իմ սրտում էր։ Խոհանոցում ես ապաշխարեցի։ Խոհանոցում ես օծվեցի Սուրբ Հոգով։ Ես չեմ իմացել ինչ է նշանակում Սուրբ Հոգի։ Ով է Սուրբ Հոգին։ Ես չեմ իմացել ինչ է նշանակում Սուրբ Հոգով օծվել։ Ես ոչ միտեղ չէի կարդացել, ես ոչ միտեղ չէի լսել։ Ես չէի լսել ծնվել ի վերուստ հոգու երկնքից տրված նոր կյանք, ծնունդ, հոգուն մարդու։ Երկրորդ կյանք վերածնունդ, ի վերուստ ծնվել։ Ես չեմ իմացել ոչ մի նման բան։ Հիսուսին ճանաչել, ես չեմ իմացել ոչ մի նման բան։ Եվ ես զգացի, որ Հիսուս Քրիստոսը իմ կողքին կանգնեց, իմ հոգու աչքերը տեսան, ու դա առաջի անգամ չէր, որ ես զգում էի, որ Հիսուս Քրիստոսը նույն տեղում է, նրա լույսն էի տեսնում, որտեղ որ ես եմ աղոթքների ժամանակ, բայց այս անգամ ուրիշ էր։ Մյուս անգամները եղել էին ինձ մխիթարություն, որ ես քո հետ եմ, քո կողքին եմ, բայց այս անգամ ուրիշ էր։ Հիսուսը իմ աջ կողմում կանգնած էր։ Ես զգում էի նրան։ Ու երբ ես նրան զգացի, դա ուղղակի բացատրելու չի։ Առաջի բանը, որ ես զգացի, ես ասի Հիսուս ինչի՞ ես կանգնել իմ կողքին, ես էս ինչ կեղտոտ եմ։ Ես էս ինչ կեղտոտ եմ ու ես ուժեղ լացում եմ, ասում եմ Աստված ջան, ես էս ինչ կեղտոտ եմ։ Ու ես զգում եմ Հիսուսը ինձ ժպտում է։ Ասում եմ ես էս ինչ կեղտոտ եմ, դու ինչի՞ ես իմ կողքին կանգնել։ Մի կանգնի իմ կողքը։ Իրար հետ չի լինում այդ, ես քո կողքին այդ չի կարա լինի, ես ցեխի մեջ եմ, ես տիղմի մեջ եմ, ասում եմ ես էս ինչ կեղտոտ եմ։ Ու ես զգում էի, որ իմ մաշկը ես ուզում եմ պոկեմ։ Ես զգում էի ծանր այն լինում է, որ բետոնը ոնց է, ծանր
ցեխի հաստ շերտը ոնց է, հողի հաստ շերտը քարացած, որ ճաքեր պիտի տա դուրս գա։ Ինձ թվում էր, այդպես ծանր մի բան կա իմ վրա, որ ես ուզում եմ ազատվեմ, պոկվեմ, պոկեմ, գցեմ իմ վրայից, չի լինում։ Կեղտ ուղղակի բացատրել կեղտ, տիղմի հաստ շերտ, որ կյանքում ես չեմ զգացել նրա նման բան, իմ վրա էր։ Ու ես լացում էի, ողբում էի ուղղակի, ասում էի, Հիսուս, ինչի ես կանգնել իմ կողքին։ Դու ոնց կարաս իմ կողքին կանգնես, դու ես ինչ սպիտակ ես, դու ես ինչ ճերմակ ես, դու ես ինչ լույս ես, ես գոռալով էի լացում։ Ու ես մենակ ժպիտ էի տեսնում։ Ու լույս, անսահման լույս, որ եթե այդ լույսը մի փոքր ֆիզիկական դառնար, ես կկուրանայի։ Ես մենակ զգում էի, որ Հիսուսը ժպտում է խաղաղ ինձ անայում բարի։ Ու ես ողբում էի նրանից, որ ով եմ ես, ես ինչ կեղտոտ եմ, ես ինչ անարժան եմ, դու ինչի ես եկել իմ կողքը կանգնել։ Ես ինչ իրավունք ունեմ, որ դու իմ կողքը կանգնես, ես ուրիշ բան չէի զգում, խեղդվում էի։ Ասում էի, Հիսուս, ես քեզ արժանի չեմ, Հիսուս, ես ինչ կեղտոտ եմ, ես ինձ ուզում էի մաշկ կպոկեմ, ինձ թվում էր ես պոկեմ, կհանգստանամ, կթեթևանամ, այդ ծանր սաղավարտը իմ վրայից կընկնի, այդ ծանր, չգիտեմ, մետաղները, քարերը իմ վրայից կընկնեն, ես կհանգստանամ վերջապես, բայց չէր լինում։ Ես իմ մոտ առաջացավ այդ ընթացքում հենց այդ ժամանակ, որ ես ասում էի, ինչ ես իմ չներում ինչ որ։ Ես զգում էի, ես ինձ տանել չեմ կարողանում, ես ես ինչ վատն եմ, ես ով եմ, ես ինչի եմ ապրել այսքան, ես ինչ մեղավոր եմ, ես ինչ ընդհանրապես ինչ արժանի եմ, որ ես լինեմ, անարժան եմ ես, ու այդ ինձ խեղդում էր, տանջում էր, ես զգում էի, որ ինձ չեմ կարողանում ընդունել, տանել, ընկալել, ես ինձ չեմ կարող ներել, բայց չէի գիտակցում իմ սխալները, ես ուղղակի գիտեի, որ ես մեղքի մեջ կորած եմ, ես պիտի մեռած լինեի, ես չպիտի լինեի, ես արժանի չէի, որ լինեի, մի հատ էլ Հիսուսը իմ կողքն է, ու ես տեսնում եմ իմ հոգով, տեսնում եմ, որ ինքը իմ կողքն է, ու ինքը ինձ ոչ մի բան չի ասում, ինքը ինձ ժպտում է մենակ, ինքը ուղղակի մի լույս է, ես իրան ասում էի, դու ճերմակների ճերմակ լույսն ես, ես սև եմ, կեղտ եմ, մութ եմ, մի կանգնի իմ մոտ, ու ես սկսեցի մի անգամից այդ խոսքերից հետո ես ուժեղ ընկել եմ գետնին ծնկների վրա, իսկ գլուխս գետնին էր, ես չգիտեի ինչ անեմ, իմ արցունքները ինձ խեղդում էին, ես ասում էի Հիսուս ների՛ր, Հիսուս ների՛ր, Հիսուս աղաչում եմ ների՛ր, ես ես ինչ մեղավոր եմ, ես ես ինչ սխալ եմ, ների՛ր ինձ իմ մեղքերը, ասում էի ես ես ինչքան մեղքեր եմ գործել, բայց ես չէի տեսնում իմ մեղքը, ես զգում էի, գալիս էր, լցվում էր, խեղդում էր ինձ։ Ասում էի, ես ինչ մեղավոր եմ, ների՛ր ինձ իմ մեղքերը, Հիսուս խնդրում եմ, ների՛ր։ Ես ասում էի, Հիսուս խնդրում եմ, ների՛ր։ Ես զգում էի իմ մեղքերը։ Ես հիշում էի, արագ մեղքերս հիշում էի։ Ասում էի, խնդրում եմ, ների՛ր, որ քո երեխեքին ցավ եմ պատճառել, ների՛ր, որ անարդար եմ եղել, ների՛ր, որ օրինակ չեմ հավատացել կամ վատն եմ խոստացել, ների՛ր, մենակ ներում էի խնդրում ու լացելով ներողություն էի խնդրում, ես հիշում էի բաներ, որ չեմ մտածել, որ դրանք սխալ են, երբևիցե չեմ մտածել, որ դրանք սխալ են, բայց ես այդ բանին հասկանում էի, որ դրանք սխալ են, հերթով ներողություն էի խնդրում ու եկավ մի պահ, ես հյուծված, ասեցի Հիսուս, էլ չեմ հիշում, խնդրում եմ ինձ հիշացրու, ես ուզում եմ լրիվ իմ մեղքերը տեսնեմ, ես ուզում եմ լրիվ իմ մեղքերը ընդունեմ, խնդրում եմ, ես տեսնում եմ, որ Հիսուս իմ կողքն է, ինքը չի հեռանում։ Ու ես ասացի, խնդրում եմ, ցույց տուր ինձ իմ սխալները, որ ես չեմ հիշում։ Ու այդ պահին ֆիլմի ժապավենի պես, ուղղակի ժապավենի պես կադրերով, արագ, իմ աչքերի առաջով անցնում էին կադրեր, որի մեջ ես ստանում էի միանգամից իմացություն և տեսնում էի այստեղ ես մարդու հանդեպ սխալ եմ եղել, այստեղ իմ խոսքը ցավ է պատճառել, այստեղ ես անարդար էի ու ժապավենի պես անցնում էր։ Աստված ինձ ցույց էր տալիս ուղղակի իմ բոլոր մեղքերը, որ ես չեմ գիտակցում, չեմ հիշում։ Ու ես այդ բոլորի համար ներողություն էի խնդրում հատիկ, ու այդ տևում էր երկար, ես չգիտեմ քանի ժամ ա տևել, տևում էր, չէր վերջանում։ Երբ որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ, ես ասում էի Աստված, խնդրում եմ, կա էլ ինչ-որ մի բան, ցույց տուր, խնդրում եմ, ես ուզում եմ հենց հիմա ազատվեմ, ես ուզում եմ պրծնեմ այս ամեն ինչից, ես չեմ կարող ասենց ապրեմ։
ու ես այս թեթևություն զգացի, ոնց որ ինձ ասվեր, որ վերջ, խաղաղվիր, ու արի բալես, տվել եմ քեզ ինչում եմ, ու հենց այդտեղ արդեն եկավ ուրիշ իմացություն, ես սկսեցի ներել, նույն պահին, ես իմ մեջ անհագ ցանկություն զգացի, որ ես ուզում եմ ներեմ, ու ես հիշում եմ իմ խոսքերը, որ ասում էի, Հիսուս ասում էի, մենակ նրա համար, որ դու իմ հետ լինես, ես ինչ կա ներում եմ այս աշխարհում, ով իմ հանդեպ ինչ արել է, ես ներում եմ, ես ոչ մի վարքյան չեմ ուզում ասում էի չներեմ, ես չեմ ուզում ոչ մի բան մնա իմ մեջ, ես աղաչում եմ քեզ, օգնի, ես հանուն քեզ ներում եմ բոլորին, ինձ ցույց տուր, ու էլի ժապավենի պես անցնում էին, ես հիշում էի, ումից եմ ցավը զգացել, ում չեմ ներել, ումից եմ նեղացած, եւ այլն, մեր ամբողջ կյանքի չներումներ, որ ինձ թվացել էր ներել եմ, անցել գնացել են, բարձումա չես ներել, սիրտը չի ներել, ու ես ազատվելով ուրախությամբ էի ներողություն խնդրում, որովհետև ես գիտեի, որ ես ներում, որովհետև ես գիտեի, որ ես ներում եմ, որ Հիսուսին գտնեմ, ու ես ասում էի, Տեր, ես ներում եմ իրանց, որովհետև իրանք էլ են իմ նման մոլորված եղել, չեն հասկացել, ասում էի, չեն հասկացել, իրանք չեն ուզեցել, ասում էի, իրանք էլ են իմ նման եղել, ես էլ իրանց եմ նեղացրել, ես էլ ուրիշներին եմ նեղացրել, ասում էի, ես ներում եմ իրանց, ներում եմ, բոլորին ներում եմ, հիշացրու ինձ, ես ուզում եմ ներեմ, ես չեմ ուզում ոչ մի բան մնա, ես մենակ քեզ եմ ուզում, կարևորը դու լինես, ասում էի, ես գիտեմ, որ ես պիտի ներեմ, որ դու իմը լինես, ու այդպես ես բոլորին հիշում էի ներում էի, ու ես այնքան ուրախությամբ էի ներում, որ կարծես այդ ներումը ես հասկանում էի, որ ես ամեն մեկին ներելով ավելի էի մոտիկանում Հիսուս Քրիստոսին, ու որ շատ կարևոր էր, երբ որ ես ներում էի, ես իրենց խղճում էի, ես խղճում էի այդ պահին իրենց, ու ես սկսեցի աղոթել իրենց համար, ասում էի, խնդրում եմ, Տեր ջան, դու էլ իրանց ների, իրանց ցույց տուր իրանց սխալները, իրանց էլ մաքրի, խնդրում եմ, իրանք լավն են, իրանք քո երեխեքն են, ինչքան սեր էր Աստված լցրել իմ սրտի մեջ այդ պահին, որովհետև առանց սիրո ներում չկա, եթե դու առանց սիրո ես ներել, եթե դու առանց հասկանալու, փորձել ես, ուղղակի ներես, որ մոռանաս իբր ստացվի ներել ես, չի լինի, դու պիտի հասկանաս, որ այդ մարդն էլ է քո պես սխալված, այդ մարդը չի, այդ չարն է իրան դարձրել, այնպեսի, որ ինքը քեզ նեղացնի, այդ դու ես իրան հրահրել շատ ժամանակ, որ ինքը քեզ նեղացրել է, կամ ինչ որ մեկն էլ իրան է նեղացրել, այդ ցավից եկել է, ինքն է քեզ նեղացրել, միևնույն է պատճառը այն է, որ չարն է գործել, որովհետև ցանկացած մեկը, որ քո հանդեպ ինչ որ վատ բան է արել, ամենապուճուրիկից ամենամեծ վատ բանը, դա ինքը չի արել, դա չարն է արել նրան օգտագործելով, ու այդ պահին դու խղճում ես իրան, ես խղճում եմ, ասում եմ, իրանք այնքան մոլորված սխալված են, որ չարը իրանց օգտագործել է, որ ինձ ցավացնի, նույնն էլ ինձ օգտագործել է, որ մյուսներին ցավացնի, ու այդ ամեն ինձ այնքան պարզ էր, որ ես չներելու բան չունեի, ես երջանկանում էի, որ ես ներում եմ, որովհետև Հիսուսն էլ հենց հիմա ինձ է ներում, ու այդ, գիտեք, միախառնված, սենց ամբողջություն էր, միաժամանակ էր տեղի ունենում, իմ սրտի, իմ հոգու մեջ, այդ ամեն ինչը միաժամանակ էր տեղի ունենում, ներել եւ ներվել, որովհետև Հիսուսը իմ կողքը կանգնած էր, Հիսուսը ինձ ներում էր, եւ իմ սրտի մեջ իր սերն էր լցվում, ու ես էլ ներում էի մյուսներին, ու ես հասկանում եմ, դա նորմալ է, դա ընդհանրապես դժվար չի, հենց այդ է ճիշտը, հենց այդ է պետք ներել, ու մտածելու բան չունեի, ես կարծես շտապում էի, որ շուշուտ ներեմ բոլորին, բրցնեմ, վերջացնեմ, որովհետև գիտեի, որ ես հասնում եմ իմ Հիսուսին, որովհետև ես մենակ Հիսուսին էի ուզում, ես ոչ մի բան այս աշխարհում չէի ուզում, ու ներումը սիրուց էր ծնվում, սերը Հիսուսն էր լցնում իմ մեջ, ու ես խղճում էի այն մարդկանց, ովքեր իմ հանդեպ կամ ուրիշների հանդեպ չար բան են անում, որովհետև հասկանում եմ, իրանք չարի ազդեցության տակ են անում, մտածում եմ ինչ մեղք են, ու ես սկսում էի աղոթել իրանց համար հենց այդ պահին, հենց այդ ծնկած, ոնց իմ համար էի աղոթում, ես իրանց համար էի աղոթում, որովհետև իմ համար իրանք ու ես նույնն էինք,
Ոչ մի տարբերություն չկա, որովհետև չկա լավն ու վատը։ Մենք ուղղակի չարի ձեռքերում գործիք ենք դառնում ու իրար ցավ ենք պատճառում։ Չկա, որ ես լավն եմ, դու վատն ես կամ հակառակը։ Այդ չարն է վատը, որ մեզ օգտագործում է, որովհետև ինքը Հիսուսի դեմ այդ ձևով է պայքարում։ Չարը սատանան Հիսուսի դեմ կռիվ է տալիս մինչև հիմա Հիսուսի երեխեքի միջոցով։ Երբ որ Հիսուսի երեխեքին օգտագործում է, երբ որ գայթակղում է ու տանում է մեղքերի մեջ, Հիսուսին ցավ է պատճառում, որովհետև ուրիշ կերպ չի կարա։ Ինքը պարտված է Հիսուսի կողմից, բացարձակ ջախջախված է ու չարը չի կարա ոչ մի ձև, բայց կարա Հիսուսի երեխեքին տանի իր կողմը, մտցնի մեղքերի մեջ, տանի մահ դեպի եւ այդ ձևով մենակ չարը կարա իր կռիվը, իր պայքարը տանի։ Ու մենք ուղղակի բոլորս նույնն ենք, բոլորս ուղղակի սխալված մոլորված ենք, չարի ձեռքերին գործիք ենք դառնում իրար դեմ։ Ու երբ է չարը հեռանում է, մենք մենակ սեր ենք զգում իրար հանդեպ։ Ու հասկանում ենք, որ այդ մենք չէինք, այդ չարն էր։ Դրա համար Տերը որ ասել է սիրիր թշնամիներիդ։ Այդ պահին, երբ որ դու արդեն Հիսուսով լցված սեր ես զգում, դու սկսում ես սիրել իրանց բոլորին, որովհետև Հիսուսի սերը քո մեջ է, ու արդեն այդ դու քո մարդ լինելով չես սիրում իրանց, Հիսուսն է քո մեջ, ու Հիսուսն է սիրում, ու դու այդ սերը զգում ես անսահման, աղբյուրի պես, զուլալ սեր, դու սիրում ես բոլորին, ու նրանք, ովքեր քո համար քեզ թշնամի էին կամ քեզ ցավ պատճառողներն էին, դու իրանց սիրում ես ու սկսում ես աղոթել իրանց համար, որովհետև դու ուզում ես քո համար էլ աղոթեն, դու ուզում ես հենց հիմա ներվես Հիսուսի կողմից, ու դու ուզում ես որ բոլորը ներվեն, ու դու հասկանում ես, որ իրանք իրանց սրտով չէին, որ եկան քեզ ցավացրեցին, չարը օգտագործեց իրանց, որ քեզ ցավացնի, ու այդ ցավի միջոցով քեզ էլ տանի իր կողմը, որովհետև երբ որ մենք ցավ ենք զգում, մենք դառնում ենք չարի կողմից կառավարվող, ցավ զգացող մարդը ինչքան վատ բան ասես կարա անի, այնքան մեղքեր կարող ես գործել հենց ցավի ազդեցությամբ, այնքան վատություններ կարող ես մարդկանց անել հենց ցավի ազդեցությամբ, այսինքն տեսեք չարը մեզ ոնց է օգտագործում, ոնց է մեզ օգտագործում, ու մենք պիտի հասկանանք, որ այդ մարդիկ չեն մեզ վատություն անում, չարն է իրանց միջոցով անում, ու դրա համար էլ սկսում ենք աղոթել իրանց համար, որովհետև գիտենք մարդը քո աչքի առաջ ուղղակի ընկածա չարի ծուղակը ու տանջվում է, հենց այն որ քեզ ցավացնում է, մյուսին վատություն անում, այդ իր տանջանքն է, ինքը տառապում է այդ ամեն ինչի մեջ, ինքը չարի ձեռքերում տառապում է, ենթարկվում է չարին, իսկ եթե ինքը ազատվի չարից, ինչքան լավը կդառնա, եթե ինքը դառնա Հիսուսինը, ինչ հրաշք կլինի, ու դու սկսում ես աղոթել իր համար, ու այդ օրը այդպես անցավ աղոթքներով, շատ օրեր եմ ես անցել Հիսուսի հետ, մինչև հասել եմ այդ կետին, այդ օրվան, այդ սուրբ կատարյալ ամենակարևոր օրվան իմ կյանքի, ես այդ օրը աղոթել էի, վերջացավ ամեն ինչ, ես ուղղակի արցունքներով կանգնել էի լուսամուտի մոտ խոսում էի, չէր ավարտվում իմ խոսքը ու աղոթքը, ու սկսեցի մի նախադասություն կրկնել անդադար, Հիսուս, ես քեզ ճանաչեցի, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, ու ամեն նախադասությանս հետ ես կարծես զարմանում էի իմ ասածի վրա, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, բայց իմ մեջ կար, որ ես Հիսուսին ճանաչում եմ, այդ մի նոր բան էր, այդ գիտեք ոնց բացարձակ անսահման ճանաչում էր, ճշմարտություն էր լույսերի մեջ, որ ես անդադար ուղղակի անկախ ինձանից, բայց հասկանում եմ Սուրբ Հոգին էր անում, ասում էի Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, ու այդ օրը իմ գլխի մեջ այդ նախադասությունը ասենց զրնգում էր, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, Հիսուս, ես քեզ ճանաչում եմ, ու իմ աղոթքները շարունակվում էին, եւ
դրանից հետո արդեն իմ հաջորդ օրվա աղոթքները ես հիմա չեմ հիշում, ես նորից ներողություն էի խնդրում, ես նորից ներում էի, ես աղաչում էի, որ Աստված ինձ իրեն արժանացնի։ Ես մի բան եմ հիշում շատ պարզ, որ ես ուղղակի ինձ ամբողջ ժամանակ զգում էի Հիսուսի ոտքերի տակ եւ անverջ մեղավոր սխալ անարժան եւ անverջ ծառավ, անհագ, տենչացող սրտով Հիսուսին, որ պատրաստ է ես աշխարհում ուղղակի ես արդեն ինձ մոռացել էի, ես ինձ լրիվ մոռացել էի, ես իմ անձը չէի զգում, ես իմ եսը չէի զգում, ես ոնց որ ձուլված լինեի Աստծուն, Աստծու սիրուն, դա անբացատրելի է, բայց ինչ որ մի բան արդեն մնացել էր հետևում ու իմ ներսում ուրիշ Աննա էր, այդ ուրիշ Աննա էր, ոնց որ Հիսուսի նոր ստեղծած Աննան լիներ, հոգով սրտով ես ուրիշ մարդ էի ինձ զգում, բայց մի բանը ես գիտեի, որ ես հանդիպել եմ Հիսուսին այն ձևով, որ էլ երբեք չեմ կորցնի ու չեմ կարա կորցնեմ ու չեմ ապրի, իմ կյանքը մենակ Հիսուսն է, ու հաջորդ օրվա այդ նույն աղոթքների մեջ այն ինչ որ տեղի ունեցավ, ես ուղղակի նորից Սուրբ Հոգով կրկնում էի, բայց մինչև այդ ես երբեք չեմ իմացել նման բաներ որ գոյություն ունեն, էլի աղոթքների ընթացքում իմ հետ մի հրաշք տեղի ունեցավ, որը բացատրել չեմ կարող, բայց ես ուղղակի գետնից վեր կացա, երջանիկ ժպիտով, արդեն երջանկության արցունքներով ու ես ասում էի, որ Հիսուս, ես Սուրբ Հոգով եմ լցվել, Հիսուս, ես Սուրբ Հոգով եմ լցվել, մի նախադասություն, որը ես երբեք չէի լսել մինչ այդ ու չէի կարդացել, չէի լսել եւ ես ասում էի Հիսուս, ես Սուրբ Հոգով եմ լցվել, Հիսուս, ես Սուրբ Հոգով եմ լցվել, կրկնում էի անդադար։ Հիսուս, դու ես նորից եմ ծնվել, Հիսուս, ես նորից եմ ծնվել, բայց ես ասում էի նորից եմ ծնվել, ես հասկանում եմ, որ ես նորից եմ ծնվել, այդ իմ հոգին է նորից ծնվել։ Պարզ ես գիտեի, որ իմ հոգին Աստծո կողմից ինձ նորից է տրվել, կարծես Աստված վերցրել է, մաքրել է, փոխել է, նոր կյանք է տվել եւ վերադարձրել է իմ մեջ։ Դա ես ասում եմ իմ զգացողությունը, բայց դրա արդյունքում ես ասում եմ ես նորից եմ ծնվել, ես նորից եմ ծնվել եւ ասում եմ ես Սուրբ Հոգով եմ լցվել, ես Սուրբ Հոգով եմ լցվել ու այդ երջանկության արցունքներն էին արդեն եւ իմ ուղեղը արձագանքում էր իմ բառերին, թե ինչ եմ ասում ես, բայց իմ հոգին գիտեր, որ ինչ որ ասում եմ, Աստված է ասում ինձ։ Ու այդ պահին ես տեսա սպիտակ աղավնի էր իջնում, բայց ես չհասկացա, որ սպիտակ աղավնին հենց Սուրբ Հոգու նշանն է, որպես իմ աչքերին երևում, ես զարմացա, բայց իմ մեջ պահել էի, ամեն ինչ դե ամուսնուս էի պատմում, ու սպիտակ աղավնին չի հասկացել, չի էլ մտածում ինչ է նշանակում, բայց մտածում էի, թե լավ սպիտակ աղավնին ինչի հետ բան, ես տեսա, ինչ կապ ուներ այդ ամեն ինչի հետ, ես տեսա սպիտակ աղավնին երկնքից իջնում էր, իջավ, ես չտեսա, որ նա իմ գլխի վրա իջավ կամ իմ մարմնի, ես տեսա, որ ինքը ուղղակի իջնում է դեպի ինձ, այսպես, ու վերջ, օդի մեջ դեռ, ու վերջացավ։ Նույն բանը ես տեսել եմ, երբ որ իմ տղայի համար աղոթք էի անում ազատագրման, ու վերջում սպիտակ աղավնին էլի իջավ։ Ու ես էլի չգիտեի, որ սպիտակ աղավնին Սուրբ Հոգին է, դրանից հետո արդեն Աստված բերեց ինձ ցույց տվեց, չեմ հիշում ինչպես, ինչ հոլովակների միջոցով, թե կարդացի, որ սպիտակ աղավնին դա Սուրբ Հոգին է, բայց ես իմացություն ստացա, որ Սուրբ Հոգին իջավ իմ վրա, իջավ իմ մեջ, ու ես կրկնում էի, ես Սուրբ Հոգով լցվեցի, ես Սուրբ Հոգով, ու հենց նույն օրը, երբ ես այդ աղոթքներս վերջացել էին, ես հանդարտվել էի, արդեն հանգիստ խաղ կանգնած էի լուսամուտի մոտ, ես շատ դևերից էի ազատվել ու դևերի ներկայությունից էի ազատվել, ես անբացատրելի մաքուր էի ինձ զգում, թեթև, երջանիկ, բայց մի բան էր ինձ տանջում,
որ ես արժանի չեմ Հիսուսին, որովհետև ես Հիսուսին էի ճանաչել, որովհետև ցանկացած մարդ, երբ ճանաչում է Հիսուսին, թե այդ ով է Հիսուսը իրականում եւ ինչ է, ինչպիսին է Հիսուսը իրականում, դու մի բան ես զգում ամենաուժեղը, որ դու արժանի չես Հիսուսին, բայց դու աշխարհում ամենաշատը Հիսուսին ես ուզում եւ քեզ ոչ մի ուժ չի խանգարի։ Դու կաս ու կմնաս Հիսուսի հետ եւ դու սկսում ես դողալ, ուղղակի դողալ այդ անսահման գտած երջանկության ու գանձի վրա ու համար, որ Հիսուսին հանկարծ նրբագույն այդ բյուրեղը, որ քո ձեռքերի մեջ է, հանկարծ ոչ մի խազիկ չանես, ոչ մի բան չանես, Հիսուսը ոնց կա քոնը, տենց քոնը մնա, հանկարծ ու հանկարծ ոչ մի բան չկորցնես, չթուլանա։ Ու միակ ամենամեծ ցավը քեզ պատճառում այն, բա որ դու Հիսուսին կորցնես, բա որ ես Հիսուսին կորցնեմ, այդ ու այն, որ ես արժանի չեմ Հիսուսին։ Ու մի բան անտանելի չափի Աստվածին, բա ես ինչ անեմ քո համար Հիսուս, դու ես ինչ լավն ես, դու ես ինչ անսահման կատարյալ հրաշք ես, բա ես ինչ անեմ քո համար Հիսուս, ինչ ուզես կանեմ, ինչ ասես կանեմ։ Մենակ գոնե մի բուջուրեսին փոքրիկ չափով քո նման անսահման կատարյալ Աստծու համար ինչ կարամ անեմ, ինչ։ Ու այդ հարցերը, երբ որ ես ինձ տալիս էի, ես ասում էի, ինչ ունեմ ես, մի հատ կյանք ունեմ, տամ Հիսուսիս, ես չգիտեի, իմ մոտ անելանելի ինչ-որ վիճակ էր առաջացել, որ ես էլ ուզում էի Հիսուսի համար մի բան անեմ, բայց ինչ անեմ, այդ ինչ ունեմ ես, այդ ով եմ ես, որ ինչ-որ բաներ ես իմ Հիսուսի համար կարողանամ անեմ, ու այդ ավելի էր տանջում։ Այո, երբ որ ես ազատվեցի ամեն տեսակ չարի ներկայությունից, այդ օրը ես խաղաղված կանգնել էի էլի լուսամուտի մոտ ու խոսում էի, աղոթում էի, խոսում էի Աստծու հետ ու ասեցի Տեր ջան, բա ոնց պիտի լինի, որ էլ մարդուն դևերը չմոտենան, որ էլ չարը, հանկարծ դիվական էությունները չհայտնվեն իմ մեջ, չհայտնվեն իմ կողքին, ինչ անեմ։ Ու այդ պահին ես լսեցի մենակ այս խոսքերը, Սուրբ Հոգի, այդ երկու բառը, Սուրբ Հոգի, որպես պատասխան, այսինքն մենակ Սուրբ Հոգով, միայն Սուրբ Հոգով, քո մեջ պիտի ապրի Սուրբ Հոգին, որպեսզի չապրեն դևերը, չարը չապրի։ Որովհետև եթե քո սրտի մեջ ապրում է չարը, քո մարմնի մեջ ապրում է չարը, այդտեղ Սուրբ Հոգին չի ապրի, լույսը չի գա ապրի այդ կեղտերի մեջ, մթի մեջ, իսկ որտեղ որ դու թույլ տաս, որ լցվի լույսը Աստծու, էլ խավար չի լինի։ Ես ամբողջ սրտով ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գտնի Աստծուն, ճանաչի Աստծուն եւ Հիսուսը Սուրբ Հոգով ապրի մեր սրտի մեջ, ոչ թե մեր կողքով միայն ապրի ու քայլի մեր հետ, այլ ապրի մեր սրտի մեջ, այսինքն մեր մեջ լինի Հիսուսը եւ մենք լինենք Հիսուսի մեջ։ Պատկերացնում եք ինչ երջանկություն է ամեն օր գիտակցել, որ քո մեջ ապրում է Հիսուսը, որ դու քո մարմինը տաճարն է արդեն Սուրբ Հոգու համար, դու մաքրվել ես եւ այնտեղ կարող է ապրել Սուրբ Հոգին։